Պարոն Աբովյան, Ադրբեջանի տարածքով Հայաստան անասնակեր է եկել, իշխանությունները հպարտանում են, որ վերջապես արդեն ճանապարհները բաց են, մենք քիչ-քիչ գնում ենք խաղաղության, իսկապես սա այն էր, ինչ մենք այդքան տարածքներ զիջելու դիմաց պետք է ստանայինք Ադրբեջանից եւ իսկապես սա է այն խաղաղությունը, որի մասին այդքան խոսում է իշխանությունը։ Տեսեք, առհասարակ երբ որ խոսում ենք խաղաղության մասին, պետք է հասկանալ, որ խաղաղությունը ինքնին ինքը նպատակ չի, ինքը process է։ Այսինքն դու չես կարող դնես խաղաղությունը որպես նպատակ, գաս հասնես ու ինքը ֆիքսվի, ինքը անընդմեջ process է, սա մեկ։ Երկրորդ, այն անասնակերը, որը Ղազախստանից եկավ, ես գիտեք, ավելի շատ չեմ խորանում անասնակերի վրա, չնայած դա էլ, ասենց բավականին ցայտուն ցուցիչ է, այլ ավելի շատ մենք պետք է մտածենք, որ ըստ էության ստացվում է հետևյալը, որ հանձնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իսկ ինքնիշխանությունը իրենք աստիճանաբար հանձնում են, եւ Արցախը որպես երկրորդ հայկական պետություն դիմացը ստանում է տրանզիտային իրավունքներ, նույնիսկ եթե սահմանները բացվեն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, չնայած իրանք կբացվեն միայն այն պայմաններում, երբ Ադրբեջանը եւ Թուրքիան համոզված կլինեն, որ սահմանները բացվեն ոչ թե Հայաստանի հետ, այլ արևմտյան Ադրբեջանի, այսինքն ինչ-որ process կլինի։ Անվանումը բնավ կապ չունի, ինչ անվանում են դնում։ Այսինքն այնինչ իշխանությունը հրճվանքով մեկնաբանում է, նույն հաջողությունով կարան հրճվանքով մեկնաբանեն, որ օրինակ, չգիտեմ, թռչունները Հայաստանի տարածքից թռչում են Ադրբեջանի տարածքով դեպի Կասպից ծով։ Ինչ ենք մենք տալիս եւ ինչ ենք մենք ստանում դիմացան համեմատ է։ Իհարկե, այս տեղեկության հիմնական սպառողը, ըստ էության իրեն զանգվածն է, որովհետեւ կարծում եմ Հայաստանում չի մնացել գետ 1 մարդ, ով գոնե մի քիչ, տրամաբանություն ունի եւ օրինակ չի հասկանում, որ այսօր մենք տեսնում ենք հետևյալ սխեման. Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը փոխարինվում է ներկայիս իշխանության մնալու իրավունքով, որտեղ այս իշխանության մնալու իրավունքը իրենք կամովի հանձնել են թուրքերին եւ ադրբեջանցիներին, այսինքն Բաքվում է որոշվում, սրանք մնալու են թե չէ։ Հասկանում եք, ինչով է որոշվում։ Որոշակի գործողությունների համակարգով, բայց իմ մտածությունն է, որ Ադրբեջանում էլ համոզված չեն, որ սրանք կմնան, դրա համար վերջին օրերի ընթացքում բավականին ակտիվ պահանջները տենց հաստատում են։ Ինչ վերաբերվում է այսպես կոչված անկլավներին, ապա եկեք միանգամից ֆիքսենք, որ չենք աշխատում այն նարատիվներով թուրքական, որը այս իշխանությունը մեր վզին փաթաթել է, չկա Հայաստանում անկլավ, ուղղակի չկա, ոչ ադրբեջանական, ոչ եսիմինչական, իսկ Ադրբեջանում այո կա հայկական անկլավ Արցվաշեն։ Հիմա տեսեք, Ադրբեջանը ինչ է ուզում։ Ադրբեջանը ուզում է ստանալ լեգիտիմ իրավունք ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք եւ բնակեցման գործընթացը սկսել այդ կետերից, այսինքն հենման կետ ունենա։ Արցվաշենի վերադարձը, այո, պետքա լինի Արցվաշենի վերադարձը, բայց Արցվաշենի վերադարձը չպետքա մատուցվի որպես հավասարազոր գործընթաց Ադրբեջանին, կներեք, ռազմավարական մեր արտերյաները փրթելով, Թուրքի բերանը գցելով, տալ, տեղն էլ ասել, մենք էլ տեղը Արցվաշեն ենք ստանում։ Ոչ, Արցվաշենը պետք է վերադառնա, բայց այդ վերադարձը չպետքա մատուցվի որպես օրինակ, չգիտեմ, ռազմավարական կետերի փոխանակում։ Քանզի այս իշխանությունը նենգ եւ սուտ գործընթացների վարպետ է, եկեք հիշեցնենք, էլի իրանք մոռացել են ըստ երևույթի, բայց մենք կհիշեցնենք, որ Տավուշի շրջանում, երբ որ հանձնվում է ռազմավարական ճանապարհը, ճիշտ ճանապարհի վերահսկողությունը, եւ ռազմավարական տարածքները օկուպանտներին, թուրք-ադրբեջանական տանդեմին, մեզ փորձում էին համոզեին, որ դիմացը մենք ստանալու ենք ինչ-որ տարածքներ, իրանք ինչ-որ բաներ են տանելու, տվեցին, զիջեցին, եկան, ոչ, որովհետև չկա խաղաղության գործընթաց, չկա խաղաղության օրակարգ, ուղղակի չկա, սա պետք է հասկանանք, եւ երբ որ ասում են սահմանին չեն կրակում, օրինակ, պիտի կրակեն, ինչքան չկա տալիս է, կրակում են ինչի համար, որ գան զավթեն, եթե տալիս է, էլ ինչի համար պետք է կրակեն։
Պարոն Աբովյան, այս վերջերս նաև ՔՊԱ-ական падգամավորները այսպես չեն կարողանում թաքցնել եւ իրենք էլ ընդունում են եւ բարձրաձայնում են, որ Ադրբեջանը իսկապես պատրաստվում էր պատերազմի եւ գնաց այդ պատերազմին։ Հիմա ինչ է ստացվում, որ համ իրենք նաև ընդունում են, որ պատրաստվում էր պատերազմի, այդ ամեն ինչը ընդունելով ամեն օր խաղաղության մասին են խոսում, դրան զուգահեռ նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը արդեն ամբողջական Հայաստանի տարածքների ադրբեջանական ծագումնաբանության մասին է խոսում, այսինքն ինչ է ստացվում, մենք նոր Հայաստանի տարածքներից այսպես փաթեթավորման ու հանձնելու մասին ենք խոսում ու չենք հասկանում դեռ։ Տեսեք, ես չեմ անդրադառնա քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կարծիքներին, իրավունք ունեն կարծիք ունենան, դա իրաց կարծիքի հարցը չի։ Խնդիրը հետեւյալն է, որ ավելի հասկանալի լինի, տեսեք, Արցախը սրանք ներկայացնում են որպես կոնֆլիկտի պատճառ։ Այնինչ Արցախը հետևանք է, հետևողական թուրք-ադրբեջանական, ավելի խորացված անգլոսաքսոնական ցանցի, ընդլայնմանը մեր տարածաշրջանում, որտեղ մենք հայերս տեղ չունենք։ Տեսեք, վերջին պատմական առումով, մի քանի տասնյակ տարիների ընթացքում, չգիտես ինչու, շակերտերում չգիտես ինչու, նույնատիպ խաղաղության պատրվակով հայաթափվեցին, օրինակ Արևմտյան Հայաստանը ցեղասպանության մասով, Նախճեվանը հին հայկական տարածք ուղղակի հայաթափվեց 60-ական, 70-ական թվականներին։ Այնտեղ կոտորած չեղավ, չէ՞, բայց փաստը մնում է փաստ, հայաթափվեց արցախցիների էթնոցիդի արդյունքում Արցախ, այդ ոնց է տենց ստացվում, հայկական տարածքներն են հայաթափվում, տեղը վայրի քոչվոր սրանց այս իշխանության կոնստրուկտիվ գործընկերներն են գալիս, այդ ոնց է տենց ստացվում։ Եվ Հայաստանի արկայությունը որպես պետություն ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն տեսնում։ Այսինքն կա խաբկանք, որ եկեք մենք չխոսանք օրինակ արցախցիների վերադարձի մասով, թե չէ իրանք խոսում են Հայաստանը բնակեցնելու իրանց, չգիտեմ, ցեղակիցներով։ Դա տարանջատ process-ներ են։ Այսինքն իրենց նպատակը պատմականորեն, չգիտեմ, քաղաքականորեն, դիվանագիտորեն հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դեմոնտաժը, այսինքն լուծարման, այսինքն իրան գան այստեղ ապրեն։ Ինքը բնավ կապ չունի մենք ինչ զիջումների կգնանք իրանց, օրինակ չենք խոսի, որ մարդ իրավունք ունի իր տուն վերադառնա։ Սա է ամենանենգ սուտը, որը մեզ փորձում են հրամցնել։ Այո, այս իշխանությունը փոխանակում է Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջանի հետ, ինձ բնավ մեկ է իրանք որտեղ կլինեն, հասկանում եք։ Եվ սա անգան ակնհայտ է եւ իրանց այդ խոսքերը, չգիտեմ, բառերը, ներողություն, մի աբսուրդ է, որ ասում հայրենասիրության մոդելներ են ինչ որ բանում, այդ մարդիկ սերվիթի տեղյակ չեն, որ չկա հայրենասիրության մոդել։ Կա հայրենասիրություն կամ չկա հայրենասիրություն։ Ուրիշ բան, որ այդ պատրվակով փորձում են իրենց զանգվածը, որը շատ փուճուրիկ է, բայց այնուամենայնիվ մնացել է, ինչ-որ կոնսոլիդացնել։ Չէ, նույնիսկ գիտեք, զզվելի է խոսել այդ գործընթացների մասին, որովհետև այնքան պրիմիտիվ եւ այնքան պարզունակ են իրենց հրեշությամբ եւ ահավորությամբ, որ ուղղակի խոսքեր չես կանում։ Պարոն Աբովյան, այդ պրիմիտիվ գործողություններով մենք այսօր կորցրեցինք Արցախը, Հայաստանից որոշ տարածքներ, նաև պատրաստվում են գուցե, եթե հաշվի առնենք այն ամբողջ գործընթացը ու քաղաքականությունը, որ տանում է Ադրբեջանը, բա մենք հիմա դեպի ուր ենք գնում։ Եթե ասում ենք խաղաղությունը չկա, խաղաղությունը կեղծ է, 26 թվականին էլ այսպես շատերը արդեն կանխատեսում են, որ ընտրակեղծումներով ՔՊ-ն նորից կանցնի, հետո ինչ է լինելու։ Նաև հաշվի առնելով այս կալանավորումները, որ փորձում են մարդկանց կալանավորել, ովքեր որոշակի այսպես զանգված ունեն իրենց հետևից գնացող։ Տեսեք, դեպի ուր են գնում։ Հայաստանը այսօր գտնվում է Արցախի կարգավիճակում 2021 թվականին, մոտավորապես։ Երբ որ ինքնախապկանքով, պատրանքների մեջ ողողված, ինքներս մեզ ստելով, իբրև թե մենք ինչ-որ բան ենք անում, ինչ-որ պետություն ենք պահում։ Այս իշխանությունը պահում է միայն մեկ պետություն եւ մասնակի մեկ ուրիշ պետություն, դա Ադրբեջանն եւ Թուրքիան։ Սա ակնհայտ է, հասկանում եք, որովհետեւ իրենք կարող են շատ բան ասել, բայց մենք պետք է նայենք փաստերին։ Միգուցե չեն հասկանում ինչ են անում։ Տեսեք,
անմեղության կանխավարկածը չեմ դնում մի կողմ, բայց ես չեմ հավատում դրան, որ չեն հասկանում։ Ըստ էության կամ ըստ երևույթի այդ մարդիկ տեսնում են իրենց վերարտադրումը կամ իրենց այդ իշխանական բազկաթոռներին մնալը, որպես գին, իսկ դրա դիմաց զիջում են Հայաստանը։ Տեսեք, երբ որ խոսում են պետության եւ պետականության մասին, հարց է ծագում։ Պետության եւ պետականության անվտանգության համար ինչ են արել։ Արցախն են հանձնել։ 240 կիլոմետր օկուպացված տարածքները հետ չեն ուզում վերցնում։ Հասկանում եք, կոմպլեքսը։ Հիմա կրակոց չկա, պետքա գող լինեք, վերջապես խաղաղություն է արդեն։ Տեսեք, երբ որ ասում են հիմա առաջինը ֆիքսում ենք չկա խաղաղություն, կա նվազագույնը զիջողական զինադադար, երկրորդը չեն կրակում, շատ պարզ պատճառով կրկնեմ եւս մեկ անգամ։ Դու զիջում ես ամեն ինչ, կրակում են ինչի համար, առհասարակ։ Կրակում են, որ քեզ ստիպեն ինչ որ գործողություն անես կամ գան զավթեն։ Հիմա եթե դու անում ես ու պատրաստ ես հանձնել, ինչի պետք է կրակել։ Ինչի։ Եվ չկրակելու իմիջիալոց էլեմենտներից մեկը նա է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կենսականորեն հետաքրքրված են այս իշխանության մնալուն։ Սա էլ պետք է հաշվի առնենք։ Եվ այո, իրենք ամեն ինչ կանեն, որ այս իշխանությունը մնա։ Դու պետք է լինի չեն կրակի, պետք է լինի կկրակեն, դա չի խնդիրը։ Խնդիրը հետեւյալն է, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը ստում է, երբ որ ասում է, որ հասել է խաղաղության, կամ կա երկրորդ տարբերակը, ինքը դիտարկում է խաղաղությունը ադրբեջանական տեսլականի ներքո, այսինքն ասում է խաղաղություն է եկել, բայց չի շարունակում, որ եկել է ադրբեջանական տեսլականի ներքո, իսկ ադրբեջանի տեսլականի ներքո այս process-ը, որը սրանք անվանում են խաղաղություն, անխուսափելի բերելու է եւ բերում է հայաթափմանը, ընդունենք դա, չընդունենք, դուրներս գա, թե չէ, վիճենք միասին, չի փոխում դա իրականությունը, դա այդպես է։ Հիմա մարդ կա, հնարավոր է Հայաստանում կան մարդիկ, ովքեր համաձայն են այս process-ի հետ։ Միգուցե ինտելեկտուալ ցածր մակարդակ ունեն, չեն հասկանում ինչա կատարում, միգուցե, չգիտեմ, ամեն հասարակության մեջ տարբեր մարդիկ կան։ Բայց ավելի քան համոզված եմ 80-90% բնակչությունը չի ուզում զրկվի իր տանից։ Մենք արցախցիներից ինչով ենք լավ, ով կարա ինձ բացատրի։ Ինչով։ Նրանով, որ սրանք գալիս են ընդունեցին Արցախը, Ադրբեջանի կազմում այն պարագայում, երբ որ ըստ էության ամբողջ աշխարհը իրականում չէր ընդունում։ Իրականում այդ ռեզոլյուցիա բան դրեք մի կողմ, բանակցում էին ինչի մասին։ Թե ստերը, որ ամբողջ 30 տարի բանակցում էին, չգիտեին ոնց հանձնեին Արցախը։ Այսպես կոչված նախկինները։ Պետք է սրանք եկան ու ջոգին ոնց հանձնեն։ Ինչ եք խոսում։ Լրիվ մարդկանց էշի տեղն դրել, լուրջ եմ ասում։ Պարոն Աբովյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տալիս ու ասում էր, որ ինքը պատերազմի օրերին երկրորդ երրորդ օրը իմացել է, որ գնալու ենք պարտության եւ փորձել է Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել, խոսել, ասել այդ մասին, բայց Արայիկ Հարությունյանը միջնորդավորված Բակո Սահակյանի միջնորդությամբ ասել է, որ եթե ինքը հանդիպի Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանը իրեն կուտի։ Իսկապես պետք է հիմա մենք ընդունենք եւ հավատանք այն փաստին կամ վարկածին, որ Նիկոլ Փաշինյանը հենց պատերազմի առաջին օրերից նպատակադրված մեզ ամբողջ ժողովրդին տարել է պարտության։ Հետո էլ Արցախը հանձնելու մտադրությամբ։ Ես չեմ կարող մեկնաբանել, մասնավոր զրույցները, իրականում չեմ կարող մեկնաբանել, դա իմ կողմից կոռեկտել չի։ Սկսենք դրանից։ Խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնյաների միջև հարաբերակցությանը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախյան պատերազմին, ապա ինձ մոտ հարց է ծագում, բա որ այդքան մաքուր եւ պարզ խեղճ ու կրակ, տենց միամիտ իշխանություն է, բա ինչու՞ չեք հրապարակում զեկույցը 44-օրյա պատերազմի, բա մի հրապարակ է, կողեք աշկներս, չեք հրապարակում։ Ասում են պատգամավորները ընդդիմադիր կարող են ծանոթանալ։ Չհասկացանք, դուք ընդդիմադիր պատգամավորների համար եք այդ զեկույցը, նույն ընդդիմադիր պատգամավորները պահանջում են հրապարակել։ Օրինակ, ինչի՞ չեք հրապարակում։ Հարց։ Կարծում եմ այս հարցի պատասխանը ամենալավ պատասխաններից մեկն է այդ տված հարցին։ Հրապարակեք, կողեք աշներս, ասեք սենց, չգիտեմ ինչ եւ այլն, այլ ոչ թե մի իրավիճակ ձևավորեք, երբ որ բոլոր ձեր գործողությունները
Դե լավ, գիտեք, եկեք սենց ասենք, երբ որ մարդիկ ասում են, որ Արցախը օձիք էր Հայաստանի վզին, չէ, այդ իրանց կարծիքն է իշխանության եւ պետք էր այդ օձիքից ձեռք ազատվել։ Ինչ եզրակացություն ենք մենք անում 20 թվականի պատերազմի մասով։ Հասկանում եք, ակնհայտ է, պարզ է։ Ես չեմ ուզում, գիտեք, մատիցս հոտ քաշեմ, տենց որքան էլ իմ գայթակղությունը, հա, շատ լինի, ավելորդ անգամ իրենց քննադատել, բայց ես տրամաբանում եմ, ի վերջո տրամաբանություն կա։ Ի վերջո փաստեր կա։ Դուք ասում եք Արցախը օձիք էր, ըստ էության արդեն պարծենում եք դրանով, որ հանձնել եք։ Ու մեկ էլ ասում եք, չէ, մենք մեղավոր չենք։ Այդ ո՞նց է տենց ստացվում։ Չուզենալով օձիքն եք հանում, թե կարող է վաղնել հայտարարեք, ասեք Իլխամ Ալիևը, որ պատերազմը սկսեց, Հայաստանին ձերբազատեց օձիքից։ Գիտեք, խելագարության մակարդակի կանխավարկածներ են, բայց ըստ էության իշխանության բոլոր խոսքերը դա են նշանակում։ Պարոն Աբովյան, եւ ամփոփելով մենք այս իրավիճակները հաշվի առնելով մեր ունեցած այս իրավիճակների ֆոնին գնում ենք 26 թվականի ընտրություններին, եթե ընթացքում այլ իրադարձություններ չլինեն։ Ինչպես է գնահատում այդ ճանապարհը 26 թվականի ընտրություններին հասնելու, երբ շատ համայնքապետեր են ձերբակալվում, նաեւ սպանությունները որոշ կարծիքներով վերագրվում են նաեւ քաղաքական առումով, ինչպես ենք մենք գնալու 26 թվականի ընտրություններին այս իշխանությամբ եւ ընդդիմությամբ, ինչու՞ չէ։ Ես կարող եմ ասել միայն մի բան, որ ավելի, հա, ասես պատկերավոր լինի, տեսեք, այս իշխանության համար ամենաչուզած սցենարը դա հանրային համերաշխությունն է։ Ընդգծում եմ, ոչ թե հնազանդությունը, այլ հանրային համերաշխությունը, որ մենք համերաշխենք բոլորս, որ այս երկիրը պետք է մնա, որ մենք համերաշխենք, որ թուրքի փայ չպետքա դառնանք, որ մենք համերաշխենք, որ ի վերջո հայ ենք, այլ ոչ թե հպարտ քաղաքացի առանց ազգության սերի ու ոչ մի բանի, հա, որովհետև ըստ էության մեզ ինչ են ասում, մեզ մեղադրում են, որ մեր խնդիրը նա է, որ մենք հայ ենք։ Այսինքն թուրքն է մեզ դրանում մեղադրում, հիմա էլ էս իշխանությունն է մեղադրում։ Մասի սարից սկսած վերջացրած այն ուղակի զավեշտին հասնող, հա, այդ արությունները, որ օրինակ ցեղասպանության այդ հարցերում KGB-ն էր մեղավոր, այն պարագայում 54 թվին KGB-ն է ձևավորել, 15 թվին էլ ցեղասպանություն։ Կարող է տեղյակ չեն իրանք, եկեք առիթ օգտագործենք, իրանց տեղյակ պահենք այս ամեն ինչի մեջ։ 26 թվականի ընտրությունները ողջամտության, հայրենիքի հանդեպ սիրո, իրականում սիրո, էլի, եւ հանրային համերաշխության ընտրություններ պետք է լինեն։ Մարդիկ զզվել են ուղղակի, հասկանում եք, զզվել են սրանց այդ առավոտից երեկո այդ կոնֆլիկտային, այդ հա, այդ ինչ-որ այս վիճակներից եկեղեցի, ընդդիմադիրներ, մարդ Ժորժան հոգնել են, ուղղակի հոգնել են, ձեռի հետ էլ հարկային տերոր, ձեռի հետ էլ սոցիալական խնդիրներ, ձեռի հետ էլ հազար մի հարց բան, ձեռի հետ էլ, չգիտեմ, նարկոմանիայի, ուղղակի ահռելի աճ, հասկանում եք, դա կոմպլեքս է, դա ինչի՞ց է գալի, որովհետև օրգանիզմը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը հիվանդ է, ու այդ հիվանդությունը, որը կա, հա, այդ ինքը օրինակ ձեռը չի հիվանդ, հա, մարդու կանվոտ, ինքը բոլոր ոլորտերին է խփում։ Եվ այո, այդ գիտակցությամբ պետք է մարդիկ գնան։ Այդ գիտակցությամբ ատելությունը սրանց սնում է, հասկանում եք, ատելությունը սրանց սնում է, սառնասրտորեն հանրային համերաշխություն եղավ, ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին, ոչ այս իշխանությունը շանս չունեն։